Տիգրան Ավինյանը լավ կներ, որ ինքն էլ լսեր, բայց երևանցիների շրջանում դժգոհության ալիք է բարձրանում չհիմնավորված թանկացումները։ Մինչև 2025 թվականը աղբանության ծառայության համար քաղաքացիները վճարում էին 200 դրամ, ըստ տվյալ բնակարանում կամ տանը ապրող անձանց քանակի։ 2025 թվականից քաղաքացիական պայմանագրի շնորհիվ այն հաշվարկվում է ըստ բնակարանի մակերեսի 1 քառակուսի մետրի դիմաց 13 դրամ։ Քաղաքացիական պայմանագիր աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա է գիտություն ընդունեք։ Դա էր պատճառը, որ աղբանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում։ Աղբանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի՝ թանկացնել այդ ծառայությունը։ Գնագոյացման հաշվարկման այս մեթոդն ուղղակի անընդունելի է եւ ոչ հիմնավոր։ Այս ամենն ունի մեկ նպատակ՝ նորից թանկացնել քաղաքացիների կյանքը։ Ոլորտում խնդիրները մշտական են, իսկ լուծումները ժամանակավոր։ Հանրապետությունում առկա են բազում աղբավայրեր, այդ թվում մայրաքաղաքում, որոնք չեն համապատասխանում միջազգային քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին։ Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են։ Մեր երկրում գործող աղբավայրերում չկա ստորգետնյա ջրերի եւ արտանետվող գազերի վերահսկողություն։ Աղբավայրերը հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ եւ սանիտարական ստանդարտներին եւ շահագործվում են չհամակարգված։ Քաղաքային իշխանությունը թանկացումների մասին խոսելիս երբևէ հիմնավոր չբարձրաձայնեց, թե աղբանության թանկացումը ինչ խնդիր պետք է լուծի, ոլորտում ինչպիսի բարեփոխում պետք է արվի։ Ինչպես առանց նոր ավտոկայանատեղիների կառուցման, ոլորտի բարելավման քողի ներքո կարմիր կետագծերի շեշտակի թանկացում արեցիք, այնպես էլ երևանցիները չտեսան ոչ մի տեսանելի բարեփոխում աղբահանության ոլորտում։ Աղբահանության եւ սանիտարական հիմնարկի աշխատանքների բողոքների վերաբերյալ իմ հարցմանը պատասխանել եք, որ Active Citizen հավելվածով եւ Malbri համակարգով 24 թվականին ստացվել է 3190 բողոք, որում չէիք ներառել սկզբում թեժգծի միջոցով ստացված բողոքները։ Այնիշ գործակարգավարականների ժամանակ զեկուցվում է թեժգծի բողոքների շաբաթական առնվազն 40 բողոքի մասին, որը ենթադրում է, որ տարեկան գրեթե 5000 բողոք է գրանցվել հիմնարկի աշխատանքների ընդհանուր թերացումների վերաբերյալ բոլոր հարթակները միասին։ Բացի սա, ձեր համակարգերը թույլ չեն տալիս առանձնացնել բողոքի հայտերը ըստ վարչական շրջանների, ինչպես պատասխանել եք իմ հարցմանը։ Հիմա եթե դուք չեք կարողանում հիմնարկում ապահովել տարական մոնիտորինգ, ինչպես եք պատկերացնում պլանավորել եւ կառավարել այդ խնդիրները։ Սա ուղղակի թանկացման հերթական շղթա է, որը բերել է քաղաքային իշխանությանը քաղաքացիական պայմանագիրը։